Տեղնավուն այս փոքրիկ միջատները գրոհել են ամբողջ մայրաքաղաքը, անսպասելի բազմացած երկթևանի մլակները կենտրոնից մինչև ծայրամաս ամենուր են։ Կենտրոն հատվածում այնտեղ շատ են լինում։ Մալացիայում կա, Չերեմուշկում կա, ես Մալացիայում եմ ապրում, դրա համար եմ ասում։ Արդեն քանի օր է այս միջատներն իսկապես փորձանք են դարձել քաղաքացիների գլխին։ Տանը, դրսում, անգամ սոցիալական հարթակներում մարդիկ նրանցից պաշտպանվելու միջոց են փնտրում։ Արաբկիրն ու կենտրոնը մլակների մեջ են, ահա որ շատ են։ Մլակներով է կատուն հրապարակից, իդեպ ինչի ասենց։ Ամբողջ Մալաթիա Սեբաստիանել ան նույն օրին։ Նույնը մեր Դավիթ Հաշենի այգում, ինչ անենք մենք, ինչ սրսկենք։ Եկեք Աբովյան ու Սայաթնովա, նույն վիճակում ենք։ Կես ժամ չկարողացա հայաթը նստեմ, Բանգլադեշում։ Մասիվ էլ քայլել չի լինում, աչքերիդ մեջ են լցվում։ Ես էլ մտածում եմ, էս ինչ էր, բերան բացել չի լինում, կենտրոնում խայտառակ վիճակ է, բալիկիս մոտ սուր ալերգիա սկսեց, փախել ենք տուն։ Դավթաշենի մասին լռեմ, ամեն տուն մտնելուց ջանս քոր ա գալիս։ Մլակների ցավոտ խայթոցը նախ թեթև քոր, հետո ալերգիա է առաջացնում, ասում են քաղաքացիները, որոշ մարդկանց մոտ անգամ ինֆեկցիա։ Ալերգիա, կարող է ասենք կծեն ու ցանտա մարմինի եւ այլն, դա մի քիչ վտանգավոր է։ Որ կարող էին մլակներ հանդիպել Երևանի որոշ տարածքներում հայտնի է, բայց ամեն տեղ ու այսքան շատ արդեն անհանգստացնող, ասում է Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Տեսնում եք, հիմա մենք խոսում ենք, ինչքան մեր շուրջ էս ամենը կա։ Վարդանյանի խոսքով այս միջատների ակտիվացման պատճառը չմշակված ու առանց խնամքի մնացած բույսերն են։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հոակը դրանց բավարար ուշադրություն չի դարձնում։ Այս սեզոնին մենք արդեն պետք է առնվազն մեկ անգամ ավարտած լինեինք սրսկումը եւ նախկինում մենք այդպես ենք արել ամսի առաջի 10-օրյակում, այս ամսի մենք սրսկել ենք։ Հիմա ավելի բարդ է վիճակը, որովհետեւ մենք նաեւ ունենք Երևան քաղաքում կաղնիների զանգվածային վարակ։ Վարդանյանի խոսքով տոտալ անուշադրությունը ամենաշատը բույսերի, ծառերի կենսունակությանն է վնասում։ Ամենածանր հետևանքը դա բույսերի կենսունակության վրա անդրադարձն է, որովհետև իջնում է դիմադրողականությունը, նրանք դառնում են ավելի խոցելի։ Քրիստինա Վարդանյանը նկատում է, դեռ 2021-ին, երբ ինքն էր հոակի փոխտնօրենը, մայրաքաղաքի ծառերը գիշերով էին սրսկում, որ ծառերը չհիվանդանան, մարդիկ էլ նեղություն չկրեն։ Հոակի բացելու նպատակը կայանում էր նրանում, որ մենք որպես քաղաքային կառույց ցույց տանք ինչ է նշանակում գրագետ ծառերի էդ, գրագետ տնկանյութ, գրագետ խնամք ծառերի վերանկատմամբ։ Ես որպես 30 տարվա մասնագետ այս ոլորտի ասում եմ մեր քաղաքացիներին, երբեք չկրկնեք այն բաները, ինչ անում է կանաչապատման հոակը։ Հիշում են երևանցիները, տարիներ առաջ Երևանում ոչ մի ծառ անխնամ չէր մնում, իսկ հիմա ստիպված դուռ ու պատուհան են փակում, որ մլակները ներս չմտնեն։ Պետք է մշակել ծառերը։ Տարիներ առաջ մշակում էին, ամեն ինչ անում են, հիմա ճիշտ ասած այդքան չեմ նկատել։ Մեր վերահսկող կազմակերպությունը կանաչապատման հետ կապված է քաղաքի, նրանք ավելի աչալուրջ պետք է լինեն, այսինքն ավելի արագ պետք է արձագանքեն, ավելի շուտ էս անեն, որովհետև ինչքան ավելի արագ են անում, այդքան ավելի տարածվածությունը միջատների քիչ է, այդքան ավելի պայքարը ավելի հեշտ է։ Վարդանյանը նկատում է, եթե շարունակեն մատների արանքով վերաբերվել մայրաքաղաքին մաքուր օդ տվող ծառերին, դրանք իսկապես կհիվանդանան։ Արդեն հիվանդ են կաղնիները, հացանիները եւ այլն, այսինքն կանաչապատման հոակի մեթոդաբանությունը որն է լինելու։ Հիմա էլ մնացած բոլոր ծառերը հատենք, որովհետեւ իրանք իրենց մասնագիտական պարտքը չեն կատարում։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։